Վաղ առավոտյան զինծառայող Նարեկ Պողոսյանն արդեն ծառայության վայրում է։ Մարզումներ, վազք, ձգումներ։ Սրանք Նարեկի ծառայողական առօրյայի անբաժան եւ պարտադիր մասն են։ Հայաստանի Հանրապետության պաշտպան լինելը դա պատիվ է ու ամենքս էլ գիտակցում ենք մեր ծառայությունը, մեր մասնագիտության ամենքս պետք է տիրապետենք։ Նարեկը պաշտպան հայրենիաց ծրագրի շահառու է։ Ծնունդով Տավուշի մարզի զորական համայնքից է։ Ծրագիրը երիտասարդին ոչ միայն բանակում ծառայելու, այլև ապագան սեփական հողում կառուցելու հնարավորություն է տվել։ Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը խթանում է բանակը պրոֆեսիոնալ պայմանագրային անձնակազմով համալրելը, նաև ատեստավորելու հնարավորություն է ընձեռում։ Նարեկն էլ է ատեստավորվել եւ ամսական շուրջ 500,000 դրամ գումար է վաստակում։ Դրան զուգահեռ բարձրացրել է նաև ֆիզիկական եւ մասնագիտական պատրաստվածությունը։ Այս տարիքում եթե այս զինված ուժերում չծառայեի, դժվար թե այսպես բարձր աշխատավարձով ինչ-որտեղ աշխատեի 20 տարեկան, 18 տարեկան տղուն այս ծրագիրը շատ ման է տալիս, թե գումարային առումով, թե ամեն ինչ առումով։ Երիտասարդ զինվորականը գիտի Հայաստանի Հանրապետության պաշտպան լինելը միայն հնարավորություններ եւ արտոնություններ չեն, առաջին հերթին պատասխանատվություն է։ Որ գործից տուն եմ գնում, մտածում եմ, այսօր ինչ գործ արեցի պետության, իմ ընտանիքի համար։ Նարեկի համար ծրագիրը շահավետ է նաև այնքանով, որ կարողանում է իր բարեկեցիկ կենցաղն ապահովել հայրենի գյուղում։ Վերջերս մեքենա է գնել, վերակառուցել եւ ընդարձակել է հայրական տունը, ստեղծել է իր հարմարավետ միջավայրը։ Նպատակս այն է, որ չտեղափոխվեմ ուրիշ տեղ, մնամ ամուսնանամ, հետո ապրեմ նույն տեղը, չեմ ուզում տեղափոխվելու մասին մտածեմ։ Այս մենք ունեցել ենք այս տունը, այս գյուղը օրեկել ենք արդեն։ Այս ենք ավելացել տան վրա, այս թիմացի հատվածը, ասենք ստել պետք է սենյակ սարքվի, այստեղ միջև ստել։ Հետո արդեն գործերը մեջիա, բանիկ, զուգարանն, այնտեղ կուխնիա սարքած, սենյակները սարքած է դա։ Նարեկի հաջողություններով ու ձեռքբերումներով առաջին հերթին ծնողներն են հպարտանում։ Ասում են, ամենակարևորն այն է, որ որդին իրենց կողքին է, թեև ու թիկունք է ընտանիքին։ Քանի որ առողջ տղա է, պետք է հայրենիքի համար ծառայի։ Իսկ պայմանակ իրնել դե իր ցանկությունն է, ինքն ուզելա, իհարկե հարմար է, շատ լավ է։ Այն մարդիկն են, որ հայրենիքի համար սահմանին կանգնած են, իրանց կյանքն են դրել հայրենիքի սահմանը պահելու համար, դե յուրաքանչյուր որդու պարտականությունն է հայրենիքի համար ծառայի։ Ունես տեսքնակ, ունեցել առիթ փլված։ Հիմքից ոնց որ մի օրից կառուցել են, էլի։ Զորական համայնքից է նաև պաշտպան հայրենիաց ծրագրի մեկ այլ շահառու Էրիկ Մանասյանը։ Նրա ընտանիքի ապրելակերպը նույնպես փոխվել է։ Մայրն է հպարտությամբ պատմում, թե ինչպես որդուն հաջողվեց սեփական ուժերով կարգի բերել իրենց կիսախարխուլ տունը։ Պատենք որ ծառայում եմ։ Հենց առաջ աշխատավարձը ստացել է այնքան գիտագիտանքը, որ կարողանում եմ վարի տունը վերանորոգի, ամեն ինչ անինքը իրանով։ Իր առաջ աշխատավարձը նվերագրնել զնոց առը, մամա կուլոնով, բերելա նվիրե։ Ես ինձ լավ եմ զգում, որ կարողացա ոտքի անել, սրույց սաղարել ենք այս դեմով։ Մեկ էլ այս կողմն է նորից նույն ձևի զրույց սաղ պատվել։ Զրույց արկել։ Հա, լրիվ զրույց։ Սաղ երևում է, չարած։ Էրիկը 2.5 տարի է ինչ պաշտպան հայրենիաց ծրագրի շահառու է, մոտոհրացիկային գումարտակում է ծառայում։ Ամսվա մի հատվածը բանակային դիրքերում է, մյուս հատվածը տնօրինում է իր ցանկությամբ։ Այս ծրագրի շնորհիվ զինծառայողները կարողանում են աշխատել, մնան իրենց հողում։ Վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու եւ ես իմ հողում իմ ապագան կառուցելու եմ։ Այս ծրագրով ես ոչ միայն իմ պարտք եմ տալի իմ հայրենիքին, այլ կարողանում եմ կանգնել իմ ընտանիքի կողքին եւ հոգալ նրանց հոգսերը։ Երիտասարդ զինվորականը վստահեցնում է ծառայության ընթացքում խնդիրներ չկան։ Ստորաբաժանումը համալրված է անհրաժեշտ բոլոր միջոցներով։ Իրենք էլ աչալրջորեն կատարում են առաջադրված բոլոր խնդիրները։ Դիրքերում կատարում ենք ինժեներական աշխատանքներ, բոլորս իրար հանդեպ ընկերաբար ենք լինում։ Ծառայության մեջ խնդիրներ, բացթողումներ չունենք։ Պատիվ է ինձ համար Հայաստանի Հանրապետության զինվոր լինելը։ Մեծ պատասխանատվությամբ եմ կատարում իմ առջև դրված առաջադրանքները եւ գիտակցում եմ ինչի համար եմ այստեղ։ Էրիկը նույնպես ատեստավորված է, ասում է Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելը յուրաքանչյուրի պարտքն է։ Այստեղ իրեն ապահով է զգում, նպատակներն էլ հստակ են։ Այսպիսով Նարեկի եւ Էրիկի օրինակը փաստում է, որ պատասխանատվությունն ու նվիրվածությունը կարող են դառնալ ոչ միայն պետության անվտանգության հենասյուն, այլ նաեւ յուրաքանչյուր երիտասարդի անձնական հաջողության հիմնաքար։